Բարև ձեզ հետ նորից Վանյան Գուրգենն է, քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան։ Ժողովուրդ, այսօր մտել եմ եթեր, որ խոսայի մի արտարոց դեպքի մասին, որը որ տեղի ունեցավ 3 ազգային ժողովում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ընդդիմությանը եւ իր ուժին, ինչ որ տենց համաձայնության կան ու օրենք ընդունեն, հա, նախագիծ ընդունեն, որպեսզի իբր թե Հայաստանում ֆեյքեր չլինեն, ու ակաունտները մարդիկ երբ որ սարքեն, այսինքն կլինի Facebook-ում, կլինի, չգիտեմ, նու սոցհարթակներում, հա, հիմնականում ոնց հասկացա, դրանք լինեն միակ մարդու համար, այսինքն եթե դու պետքա պասպորտով անձնագրով վերիֆիկացիա անցնես ու էլ դրանից հետո չթողե որ դու ինչ-որ երկրորդ ակաունտ ունենաս, հա, անոնիմության հետ կապված ինչ-որ տես մի հատ հարցեր բարձրացրել, որպեսզի Հայաստանում անոնիմներ չլինեն։ Տեսեք, մի առումով դա լավ է, շատ առումները դա շատ վատ է։ Մի առումով դա ինչով է լավ, որ այդ հայոյա խառաբաները կվերանա, այսինքն չեն լինելու ֆեյքեր, հա, ովքեր որ չգիտեմ, առանց նկարի, առանց ինչ որ անունների, հա, մենակ թվերով կամ տես տառերով ինչ որ գրած բաներ լինեն ու մտնեն մարդկանց հայոյ են բան անեն։ Այդ առումով ինչ որ միտեղ պլյուսել է, բայց մնացած առումներով դա մարդու իրավունքների խախտում է, բացահայտ դա խախտում մարդու իրավունքների, այսինքն անոնիմությունը դա նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում անոնիմությունը դա կարելի է, որ երկրներում չի կարելի անոնիմ լինել, Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, այսինքն պետք է ուրիշ օրենքներ մտածել, որպեսզի եթե դուք մտածում եք որ ֆեյքերով բան ձեզ հայոյում են, հա, դրա դեմը առնեք, կամ առհասարակ դուք պետք է այնպեսի մարդել եք, որ ձեզ այդպես բան չանեն։ Ուրեմն մի բան կա, չէ՞ որ անում են։ Պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում։ Ես ֆեյքերով չեմ օգտվում, առհասարակ ես միշտ հեռու եմ եղել ֆեյքերից ու դաժե երբ որ ձեր կողմնակիցների լրատվականում որ աշխատել եմ, զգացել եմ այդ որ ֆեյք է կոնկրետ տոտալ ոտից գլուխ, հելը գնացել եմ մտուց։ Սկսենք նրանից, որ նախարարին չի կարելի ինչ որ հա մարդկանց պարտադեր որպեսի բոլորը վերիֆիկացիա անցնեն անձնագրերով, որպեսի այդպես հայելային բոլոր տեղերը Երևան։ Մարդ իրավունք ունի, օրինակ կարող է բանը ուզում արտահայտվի, բայց չի ուզում իր դեմքով արտահայտվի։ Շատ հարցերում։ Դուք հասկանում եք, դա ինչ եք դուք ուզում անեք։ Եթե Facebook-ում կարելի է օրինակ լինել fake, հա, կոպիտ ասած, դու ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը ինչ որ օրենքներ մշակի, որպեսի անոնիմությունը դուսել լինի։ Ասեմ ձեզ շատ մարդ կա, որ անոնիմա այլ հարցերից դուրս ելնելով ոչ թե ինչ որ հայոյանք տալու համար։ Բոլորը չեն էլի ինչ որ հա այդ մտածելակերպի չեն, որ fake սարքեն մտնեն ինչ որ մարդուն հայոյ են։ Բոլորը չեն այդպես։ Իսկ եթե դուք մտածում եք, որ շատ են այդ մարդիկ, դա արդեն ձեզանից էլ է գալիս, պարոն Փաշինյան։ Ձեզանից էլ է գալի, որովհետև եթե դուք 49% եք հավաքես այսքան այդպես այդ բաներից հետո, հա, որը որ ցածր է ձեր համար իմ կարծիքով։ Ընդ որում Ռուսաստանը ձեզ բավականին օգնեց։ Ուրեմն խնդիրը ձեզանում է, որ եթե դուք մտածում եք ձեզ հայոյում են, ես ինչ են անում, ֆեյքերով չեք կարող բռնել կամ ես ինչ անեք։ Հա, հիմա ընդդիմության մեջ ֆեյքերը ավելի շատ են, ֆեյքերով օգտվող անձնավորությունները, ովքեր որ ընդդիմադիր հայացքներ ունեն ու մտնում հայոյում են իշխանական ուժերին, դա բնական է, հիմա ավելի շատ են, բայց մի հատ եկեք հետ գնանք 2018-ի կեսեր, հա, երկրորդ կեսը, 2019 թվական, դա Զալատոյ վեկն է եղել ֆեյքերի համար, պարոն Փաշինյանի կողմնակիցների, 2019 թվականը, 20 թվականի առաջին մասը, մարդ կրակներ ընկնում հանկարծ թեթևակի, տենց Նիկոլ Փաշինյանը սխալ գրեր կամ եսի ինչ աներ, 50 հատ ֆեյքով այդ մարդուն հոշոտում էին, 50 հատ ֆեյքով հոշոտում էին։ Հիմա որ այդ օրենք ընդունեք կամ բան հետ եք գնալ 2019 թվականին ու ձեր կողմնակիցներին պատժեք, պարոն Փաշինյան։ Սա բացահայտ թվային դիկտատուրայի մասն է խոսքը գնում։ Դուք, չգիտեմ, ձեզ ուզում եք ասոցացնեք ինչ որ թվային բռնապետի հետ, հա։ Ճիշտ ասած, ես բռնապետական բաներ շուտվանից ես զգացի այդ նկարտումները, մի տեսակ բռնապետական նկարտումներ ունեք, այդ հատկապես այս թվային դաշտում։ Պարտադիր ինչ որ մարդիկ իրենց ունեցվածքը գրեն, կապ չունի, պաշտոնավոր չի։ Մի մոմենտ այդ աբսուրդային բան եք, նախագիծ եք առաջ տարել, որ նույնիսկ 3000 դրամ մեկին փոխանցելու համար մարդ եւ ամուսին պետքա գրեին ընդ ինչի համար փոխանցիկ բան արեք, հայտարարել գրերիք ինչ որ կազմի, հետո ջոկեցիք, որ չէ, դե արդեն աբսուրդի ժանրից է 300,000-ը շեմը սահմանեցիք։
Շանսել ամբողջությամբ չեք ընդունել, դժվար ընդունեք։ Հիշում եք, որ նույնիսկ 3000 դրամի համար ինչ-որ տես բաներ գնում, որ պետքա գրեք, եք փոխանցի, ինչի համար եք փոխանցել։ Այսինքն абսուրդը պետքա վերջ ունենա երկրում, թե ոչ, պարոն Փաշինյան։ Չինաստանի պես եք ուզում Հայաստանը դառնա։ Տենց կարող է վաղը միսուրը տենց բարձվի, որ պետքա ամեն մարդ իր տենց սոցիալական գնահատական ունենա ինտերնետում, այսինքն եթե ինքը տենց մի քանի հարցում լավ կոմենտ չի գրե բան եղել, տենց բալային համակարգ սահմանեք, այդ բալային համակարգում իր գնահատականը իջեցնեք, օրինակ տվածը 20 դղակը իջեցնեք մինչև 10 հասցնեք, 8 հասցնեք, որ մարդ չկարողանա օրինակի համար երշիկ առնի, հա, իրավունք չունենա դրա։ Կամ մի քիչ իջեցնեք, հաց չկարողանա առնի։ Գժանոց ուղղակի։ Անես տպավորություն է, պարոն Փաշինյան, որ լուրջ չեք վերաբերվում ձեր խոսքերին դուք։ Բան եք ասում, որ այդ մարդիկ լուրջ են ընդունում, հա, երկրի առաջին դեպքն եք։ Հետո կարող դուք հետ քաշվեք ձեր ասածից, գալը որ դա իրոքից абսուրդային իրավիճակ է ստեղծում։ Անկեղծ չեմ հասկանում։ Հիմա դա լուրջ եք ուզում, կես կատակ, կես լուրջ էր, թե ինչ էր, համենայն դեպս այդ որ թվային բանա այդ ձեր մոտ այդ բռնապետական տենց բաներ կա, հա, երանգներ կա ու ես դա զգում եմ 100% դա։ Դա զգացվում է ուղղակի։ Դուք կարող չեք զգում կողես կամ չգիտեմ, բայց դա զգացվում է։ Ուզում եք տենց ինչ որ տոտալ կոնտրոլի տակ մտցնեք ամեն ինչը, բայց մեկը չի ստացվում։ Կամ թեկուզ ստացվի։ Նորից եմ կրկնում։ Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ այդքան ուզում եք նմանվեք Եվրոպային ու մտեք Եվրոպական միություն, հա? Տեսել եք տենց բան, որպեսի բան անեն, բոլորին պարտադրեն, որպեսի ունենան մեկ ակաունտ բոլոր բնակավարներում։ Նու ես եմ խոսքի ունեմ բան, 3 հատ ակաունտ բանում Telegram-ում, մեկը գործիս համար է, մեկը իմ անձնական շփումների համար է, մեկով է տենց բան եմ անում, օրինակի համար մտնում եմ, չգիտեմ, ադրբեջանցիքին եմ կարդում, տենց թուրքական բան եմ սարքեմ, մտնում իրանց եմ կարդում, տենց իմ արևին ռազվետկով եմ զբաղվում, օրինակի համար։ Ինչ ինձ պիտի բռնեք դատեք, տուգանեք, ինչ անեք։ Նու սա օրինակ եմ ես բերում։ Իսկ իմ չնին է տենց օրենք չի մտցրել։ Չնայած այնտեղ առասարակ ինտերնետ չկա։ Ցիցին պինի պես եք ուզում դառնաք, պարոն Փաշինյան, ասեք մենք իմանանք, ինչ եք ուզում։ Բացահայտ թվային բռնապետի մտքեր է ձեր մոտ։ Բացահայտ։ Դուք կարող չեք համարում ձեզ ինչ որ բռնապետ կամ թվային բռնապետ առավել եւս, բայց դա նկատելի է կողքից, տենց է նկատվում, համենայն դեպս։ Ու առհասարակ շատ մեծ վատություն եք անում ձեր կողմնակիցներին, որտեղ ամենաակտիվ մասը ձեր կողմնակիցներն են, ովքեր որ ֆեյքերով մտնում հայոյա խառը բաներ են գրում։ Եկեք գոնե ինձ մի ասեք էլի տենց բաներ էի, հա, այդ ֆեյքերի հետ կապված։ Ձեր կողմնակիցներից մեկի մոտ ես երբ որ աշխատել եմ լրատվականում, հա, այդ 18-20 թվականներին, պատերազմից հետո ես ձեր հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել, որովհետև մի խոսքով շատ մարդիկ ձեզ հետ կապ չունեցան պատերազմից հետո ձեր վարած քաղաքականության պատճառով։ Մի խոսքով ում մոտ որ ես աշխատել եմ, նրա հարազատը ձեր շատ մտերմիկ հարազատի մոտ բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում։ Ով որ այդ լրատվականները առեսօր աշխատացնում է, նույնիսկ լրատվականներ ունի, որ մի պահ դոգի Վարդան Ղուկասյանի, այսինքն լայվերներ գցում հայոյա խառը ձեզ հետ կապված, այսինքն որ ձեզ էր հայոյում դոգը։ Ու այդ մարդ համ ձեր մոտ էր աշխատում, համ ձեր մոտ երթում էր, որ նա ամեն օր երթում էր, որ նա հավատարիմ է ձեզ, բայց այս բաներով էր զբաղվում։ Ու ես այդտեղից դուս էլա ինչի պատճառով, սա է ասեմ, այդ անձնավորությունը ինձ կանչեց, ասես Գուգ ջան, բա գիտես ինչ կա, բանը, այն Քոչանի դատի վախտերով էր, որ Քոչանային դատում 19 թվի վախտերն էր, ինչքան հիշում եմ, խառը խուռը վախտեր էր Հայաստանում, միտինգներ, բաներ հավաքվում են կողմնակից, չանց քիչ էր ժամանակ կողմնակիցները ընդդիմություն համերը չկար այդ ժամանակ, ամբողջ ազգը Նիկոլ Փաշինյանն էր դառը։ Բայց մի խոսքով, կանչես, բա Գուգ ջան, գիտես ինչ կա, մի 10 ակաունտ պետք է սարքես Facebook-ում։ Ասում 10 ակաունտ սարքում ինչ անեմ, ես հիմա ունեմ։ Բա թեմաները պետք է սարքենք, այդ fake account-ներ են դրանք լինելու, պետք է այդ fake account-երով ցրես ու պարտադիր լինի աղջկա սայթ։ Դու տղա ես, պարտադիր պետք է բացես աղջկա սայթ։ Աղջիկներին ասում են, որ պետք է տղու սայթ բացեն fake։ Դա իմ հետ է հոտեղի ունեցել։
Նորից կրկնեցի, ախպեր ջան, ինչի ես պետքա նորից ասում 10 աղջկա սայթ բացեմ, եթե նախարժան ես տղա եմ, ամոթով ես աղջկա սայթ բացեմ, երկրորդ ես առասարակ ֆեյքերով չեն զբաղվում, այն աղջկա սայթեր բացելով, երրորդը, եթե ես իմ դեմքով կարամ լուրեմ, սարքե, գրե, մոնտաժի ինչ արի, կարամ իմ դեմքով գցեմ։ Կռվանք բան արեցինք, բարձրավ այն նրա համար էր ուզում, որպեսզի դեգեներատ բաներ պատրաստենք, գցենք ու մեզ չհայոյեն կամ մեզ չբռնեն։ Ովքեր որ պետք է գիտեն այդ մարդկանց մասին, իրենց մասին շատ է խոսացվել ու թեմաներն ասեմ ինչի մասին է հիմնականում եղել։ Ես ելի եմ կրկնում, Ռոբերտ Քոչյանը իմ աչքի լույսը չի։ Իմ համար, չգիտեմ, եթե մեկը կնեղանա, բայց ասեմ, իմ համար թե Ռոբերտ Քոչյանը, թե Նիկոլ Փաշինյանը մեկ են, հասկացեք։ Ես ինձի մորթեն, ես երկուսից ոչ մեկին չեմ ընտրել։ Ես լուչ իմ համար sense տունը նստեմ, քանց թե գնամ ինչ-որ մեկին զայն տամ։ Հիմա կասեն Ռոբերտ Քոչյանից վատնա, որ տենց էս ասում Նիկոլ Փաշինյանը ժողովուրդ, շատ առումներով հավասար են իրար։ Հավասար են իրար։ Էնի իր ազգի հետ հռ-բռեր, այս մարդի իր ազգի հետ հռ-բռե է, ինչով է տարբերվում։ Հայաստանի ներսում բերանը ծռելով խոսում են, դրսում հանգիստ են խոսում, Ալիևների դեմ, Պուտինների դեմ, սաղ այդ հանգիստ են խոսում, բայց Հայաստանի ներսում դառնում են տենց բաներ, գելու գազան են դառնում։ Բոլորը այդ են եղել մեր ղեկավարները, բոլորը։ Նույն էլ չեմ խոսում Արցախի կորուստը, ժողովուրդ, ես չեմ հասկանում, դա ոնց կարելի է մոռանալ։ Ես ինքս Երևանցի տղա եմ ես։ Ղարաբաղում ծառայել եմ, Արցախում ծառայել եմ, բայց առհասարակ բացի ծառայությունից ճիշտ է, եթե խոսում, Արցախում համերը չեմ եղել։ Իմ ծառայության ընթացքում եմ եղել այնտեղ, այդ 2 տարին, 2008-ից 10 թվականներին։ Խոջալու եմ դեմի սերժանտական ծառայել, հետո ուղարկեցին Մադաղիս, Մադաղիսում կես տարի ծառայեցի Ուչեբկում, այսինքն Ուչեբկի սերժանտ էի բան է անում, կոպիտ ասած մալադոներին սարքում էի բան, հա։ Այդ կես տարվա ծառայող ովքեր որ պոստեր էին պահում, հետո մի հատ դեպք տեղի ունեցավ, դրա համար շատ վատ դեպք տեղի ունեցավ Զորամասում, կարակեցինք, բան արեցինք տարածքում, կարգապահական որպես տույժ Պերևոդարցին Թալիշ, այսինքն նույն Զորամասն առասարակ 33-651-ն էր Մադաղիսը, Թալիշ Մադաղիս նույնն էր, ուղղակի բարձրացին այդ սարերը, այնտեղի պոստերը յանի ավելի վատն է ու ավելի վատ տենց Զորամաս էր, յանի տենց կարգապահական տույժ։ Դե ով ծառայել է այդտեղ կամ այդ թվականներին հիշում է, հիմնականում Թալիշ Մադաղիսից Պերևոդ էին անում որպես տույժ եղնիկներ, եղնիկներից տույժ որպես տույժ Պերևոդ էին անում Մադաղիս Թալիշ, բայց ամենավատը միշտ Մադաղիսն ու Թալիշն է եղել այդ առումով։ Ես բացի այդ իմ ծառայություն չեմ եղել Արցախում, բայց մեկ ամեն դեպքում դա կորուստ է։ Ոնց կարելի է այդ կորուստը մոռանալ օրինակի համար, ոնց կարելի է անընդհատ ինչ որ մեզի sense կռուտիտ մտածելով, դե գիտեք ինչ կա, Քոչյանը հանեց Արցախի հարցը, չնայած Քոչյանը չի հանել Արցախի հարցը, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, եթե խորհարդն եք, այնտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ վերջին տարվա ընթացքում ա որ Արցախը որպես բանակցենկող դուս հելնում։ Էդ էլ է մի քիչ մանիպուլացված բան էլի, որ խոսում են։ Ուղղակի այդ ժամանակ Հայաստանն որ ուզենար, իդեմս Ռոբերտ Քոչյանի 99 թվականին երբ որ եկավ նա կար հələ հզորություն ուներ, որպեսզի կարողանար այդ Ղարաբաղի հարցը, այսինքն Ղարաբաղյան կողմը, 7 կողմը պահեր բանակցային բանի մեջ կարար, ոքի չպահեց այդ էր խնդիրը։ Նու հետ բերեր, լավ sense ասեմ, որովհետև եթե դուզը խոսենք, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակը Ղարաբաղյան կողմը, հա, դուս հել է այդ երակողմ խոսույթից Ադրբեջան, Հայաստան, Արցախ։ Դրեք գտեք, եթե չաթ գպտ արեք, ժողովուրդ, չաթ գպտը ձեռի տակը դրեք գրեք, տեսեք ու մորք ինչ է եղել, խնդրեմը տեղ չի։ Մենակ գորալ բանով չի, բայց նորից եմ կրկնում, իմ համար այդ բոլոր ղեկավարները մեկ են, մեկը շատ վատ կառավարել է, մեկը գրփեչրփել է երկիրը, այնքանա թալան է, մյուսը սա հանձնել է ու հանձնում է միջև այսօր։ Ես չեմ ուզում Տիգրանաշենն է, չէ՞, Տիգրանաշենն է բանանեն, չեմ ուզում դա թուրքական անունը տամ ուղակի, հանձնեն։ Դա միջպետական մայրուղի է, որը որ անցնում են Տիգրանաշենի միջով, որը որ կապում է Հայաստանը, Իրանի եւ Վրաստանի հետ։ Դա տանք, դա կար ապխոդային ինչ-որ բաներ սարքեն, հա, երկու սարենքոն, բայց խի։ Վաղը մի սորո գան կոնդոմ ուզեն դա ենք տալու թե ոնց։ Ամեն դեպքում սա թվային բռնապետական ինչ-որ տես մի հատ երանգներ ավելի շատ նշмарվում ղեկավարության կողմից, կառավարության կողմից ու լավ բանի սա չի բերելու։ Ու ես նորից եմ կրկնում, ես լինելով անձնավորություն, որը որ չունի ֆեյքեր եւ այլն, ես դեմ եմ այս նախագծին։ Չի կարելի մարդու
անոնիմ լինելու վրա ինչ որ տենց ազդեցություն ունենալ այն պետական մակարդակով։ Դա անթույլատրելի է։ Մարդ կա, որովհետև այլ հարցերով է դիմում հոգեբանական ինչ որ տենց խնդիրներ կա եւ այլն եւ այլն։ Մարդը իր ընկերների հետ շփվում է բանանում, բայց իր նկարը չունի օրինակի համար։ Հիմա ինչ այդ մարդուն Facebook-ում, հա, կամ չգիտեմ, VKontakte-ում կամ ես շատ իմանամ որտեղ հիմա ինչ այդ մարդուն պետքա բռնենք, հա, բռնենք, տուգանենք, բանանենք, հա, որ սա տենց հայլեն իրենց դեմքերով դառնան։ Տենց լավ չի, մի հատ կետ տենց паспорտի մեջ բան խփեք, այդ QR կոդ խփեք, որ այդ մարդու սա սայթերը երևա, ինչ սայթեր ունի, ոնց ունի։ Սրանք բան էին, այդ թալանող բաներ էին, այդ դիկտատորներ էին, բռնապետեր էին։ Այս մարդը թվային է դառնում, էլի, ուզում է դառնում, չգիտեմ, այդ ճամփին է։ Շատ վատ միտք է, պարոն Փաշինյան, հետ քաշվեք այս մտքից։ Լուրջ եմ ասում, թվային բռնապետի տպավորություն եք թողում։ Մի սարքեք Հայաստանից երկրորդ Չինաստան։ Հայաստանը հիմա կոնկրետ տոտալ երկրորդ Չինաստանին է նմանվում։ Այդքան որ Եվրոպայի ասում, Եվրոպա չի Հայաստանը, կոնկրետ Չինաստանն է դառնում Հայաստանը։ Բոլոր քայլափոխերը, բոլոր այդ ֆինանսական հարցերը, բանը բոլոր տոտալ վերահսկվում է։ Բանկում նույնիսկ այդ գաղտնիության բանը չկա, այսինքն դե դուք ուզենեք ինչ որ իմ բանկային բանը տվյալները նայեք, գտնեք, տվյալները մենակ չէ, դաժե ֆինանսական բաները ձեր նախաձեռնությամբ չեղավ, էտի որ բանկային գաղտնիությունը վերացավ։ Բանկային գաղտնիությունը կա բանի համար առհասարակ, հա, ինչ որ մեկը չի կարող մտնի ուղղակի սովորական մարդին բանկային պատմությունները բաները տենա ինչ որ մի կերպ, բայց եթե պետությունը ուզում է, դա կարողանում է, ու դա հիմնականում ինչի համար արեցիք, նո իբր թե ձեր այդ օպոնենտների դիմաց, Ռոբերտ Քոչյանի եւ այն մյուս հանձնավորությունների համար, որպեսզի տենեք ինչքան փող ունեն, ինչ ունեն, ոնց բանանեք, դատական բանանեք, հա, լավ է կարել, դա ձեր գործն է, իրենց հետ կապված, բայց իրենց հետ կապված գործերը իրենց հետ կապեք, հա, պետք չի ամբողջ ազգի ջանին կապել այդ process-ները։ Մարդը չի ուզում, որ իր այդ ֆինանսական բաների մասին ինչ որ մեկը իմանա։ Ու եթե մարդիկ կհայտնվեն, ովքեր որ կասեն, բա գիտես ինչ կա, բախե չես ուզում, որ դու པարզ երևաս, եթե դու մաքուր ես, այդ ձեր ինչ գործ, այ քեզի բան։ Հիմա դուք ձեր հարևանի մոտ երևում եք, հա, ֆինանսապես ինչքան ծախսիկ, ոնց ծախսիկ, ում եք պարկ մնացել, ում եք փող տվել, ով է ձեզ պարկով բան արել, ձեզ ինձ փող վերցրել։ Ում ինչ գործն է։ Անես աբսուրդային բաները մեկ կասեն, ժողովուրդ։ Իբր իրենց արևին պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, թե ինչի համար են պաշտպանում, Աստված գիտի։ Դա ասում է ճիշտ է։ Եթե դու չունես ֆինանսական բաներ, բանկային կամ քիչ է ու տենց ինչ որ տենց ուզում ես որ ուրիշներն իմանան կամ ուրիշներն վնասեն, դա հարցի այլ կողմն է։ Դա Գարեգին Նժդեի ասած, որ հայի տականքը այլ է, էլի։ Դե մեր հայ տականքը ինչ է սիրում։ Սիրում է եթե նա վատ ապրում, դիմացինն է վատ ապրի։ Չի պետք է ինքն է վատ ապրի, որ ու տենց շատ տականքներ կան մեր ազգի մեջ։ Դա է վատը։ Շատ վատ է դա։ Պետք է ուրախ լինես քո հայրենակցով, քո հայրենակցի եթե ֆինանսական գործողությունները լավ, ամեն ինչ ընթանում է, ինքը լավ ապրում, բան ապրում, դա ապրիորի քո վրա է լավ աշխատելու, քանի որ հետագայում քո մոտ լինելու է բժշկական ապահովագրություն, ինչ որ չափ անվճար, ընդ քո տատիկ պապիկ ավելի շատ գումար են ստանալու թոշակի տեսքով, երեխաների համար ավելի շատ գումարը հատկացվելու ապահովագրական ինչ որ ծառայություններ կատարելու համար, հատկապես բժշկական այդ ամեն ինչը պլյուս է քո համար, պետք չի տենց բան անել, հա, անդիմանալ, որ տնալով այս մարդը շատ փող ունի, գործ արա, ուրախանաս բան անես։ Այդ որ ասում եք, չգիտեմ, թալանչի ասա, սա պետք է սան ունե զրկեն։ Ունե զրկեցիր հետո, այդ փողը քո ջեբն է գալու մտնի, որ ունե զրկեցիր, թե պրոստը սիրտդ հովանալու է, որ մի գործարար ավել, չգիտեմ, ինչ որ բան եղավ, ունե զրկվավ։ Կամ ունե զրկեցիր այդքան մարդը առանց գործի մնաց, դա ինչ է լինելու։ Մի քիչ խելքով է պետք մտածել էլի, ոչ թե էմոցիաներով կամ չգիտեմ, տենց ջղայնությամբ, ջղայնացած եք բանեք, ինչ որ ձեզ բան իրար դեմ են լարում, էսի ձեր փողերը թալանել է։ Ամենաուգառը գիտեք որն է, որ ասում Սամվել Կարապետյանը թալանչի է։ Միջևս թալանչի չէ, բարերար էր 2026 թվականին ինչ որոշեց մասնակցի ընտրություններին դարավ թալանչի։ Նորից եմ ասում Սամվել Կարապետյանը չեմ պաշտպանում ու ահա որ հերոյ է իր մտածելակերպը քաղաքական տեսանկյունից իմ մտածելակերպից ես բոլորը գիտեք իմ մտածելակերպը ազգային է լրիվ ազգային նացիոնալիստական է
Բայց մի քիչ պետք է ուղղակի այդ ամենին բան նայել, էլի ինչն է ձեր թալանը, օրինակ Սամվել Կարապետյանը նկարեք, ինձ բացատրեք, որ շեշտը դնում եք թալանի վրա։ Հեծը, որ լույսը գնում գալիս է, դա թալան եք համարում։ Կամ մի երկու տեղ կարող է այտենց մի 5000 դամ ավելի գրացել են կամ պակաս գրացել են, ինչ որ մի դպրոցի կամ բանի վրա։ Ու դա սարքել հոռոմի պատմությունը։ Հավատացեք, այդ մասշտաբի մարկանց հետաքրքիր չի տենց հարցեր ունենալը ու էլեկտրական այդ ցանցերը ոնց առան այդ ժամանակ ռուսների ձեռների շում եք 15 թվականին որ խնդիրներ էր առաջանում բանանում այդ էլեկտրիկ Երևանը որ եղավ այդ միտինգները բաները որ ջահելությունը հավաքվե գնում էր ես էլ էի գնում ճիշտ ասած այդ միտինգներին չանց հիմա չէի գնա 100% իմանալով այս հետևանքները ամեն ինչ չէի գնա ինչը որ կապված էր հատկապես ձախ թևի հետ լիբերալ Ինչի համար էին գնում, որովհետև Սահակյանն ուզում բարձրացնեին։ Սահակյանը քիչ բարձրացավ 2015 թվականին, ով կարող ասի։ Չբարձրացավ, որովհետև Սամվել Կարապետյանը գնեց էլեկտրական ցանցերը ու ինքը մարեց այդ բոլոր պարտքերը, ինչ որ կապված էր ռուսների հետ։ Փաստաբան չեմ աշխատում իր մեջ, փաստերով եմ խոսում, էլի ժողովուրդ ուղղակի մի բանը Ռոբերտ Քոչանին ասես թալան չի, որ առանց Ոշիմանի Արցախից եկավ դարավ միլիարդատեր Երևանի կես Իրանն է։ Մեկ այլ բանը Սամվել Կարապետյանն ասել թալան չի։ Դրանք տարբեր անձնավորություն են, տարբեր ինչ որ ուղիներ անցած են։ Մարդը Սահակյանքը բիզնեսմեն է եղել։ Այս մարդը լինելով Արցախից եկած անձնավորություն, որը այդքան չի այտենց ֆինանսապես երևացել որպես այտենց հարուստ մարդ, մի անգամ թռսկի հարստացել է։ Դա բոլորս հասկանում ենք։ Դա համար խնդրում ադեկվատության մեջ լինենք, էլի բոլորս ազգովի պետք է ադեկվատ լինենք ու պետք է ազգովի ամեն ինչին ադեկվատ վերաբերվենք ու ովքեր որ ես լինելով ոչ fake դրել եմ բան եմ անում այդ պաշտպանում են մարդկանց ովքեր որ անոնիմ են ովքեր որ մտնում հայոյախառը բաներ են գրում ինձ տենում եք ինչ որ մեկն է էսի ասեմ ու ավարտենք ինչ որ մեկը ինձ մտա գրել է ասում ես եղբայր դու ջնջում մեկնաբանությունները եթե դու այդքան արդար ու ճիշտ ես թողմանա էլի թողնա տնանք ով է ճիշտ ով է սխալ մարդիկ ժողովուրդը հասկանա Ես մարդ պատասխանել եմ այդ մարդուն ժողովուրդ եթե դուք պետք է մեկնաբանություններով հա ես շատ եմ ջնջում շատ է բլոկավորում եմ մարդկանց ու համարում դա ճիշտ ինչի հեսա բացատրեմ մոդերացիա պիտի լինի բոլոր բնակավարներում պետք է մոդերացիա լինի իհարկե բնական է խելքին մոտ մոդերացիա այսինքն եթե մարդը մտնում ասում է որ գիտես ինչ կա այս հարցում դու սխալ ես բնական է դու պետք է դա ընդունես ու հետը քննարկես բան բայց երբ որ ինչ որ մի անձնավորություն մտնում է քեզ ուղղակի 50 րոպեանոց վիդեո ես գցել, հələ մի րոպե չի անցել դու այդ վիդեոն գցել ես ու արդեն մտել է քեզ հայոյախառը բաները գրել, այսինքն մի րոպե չի անցել, ինքս քիչ չէ նա ինքը պրոստը տեսել դու բանից գցել, մտել գրում է։ Այդ մարդուն թողես իր մեկնաբանությունով իմաստը կասի ինձ որն է։ Կամ այդ մարդու գրածը քեզ ճիշտ ու սխալ պետք է անի։ Հարգելի անձնավորություն, որ դու դա ինձ գրում ես։ Եթե դու պետքա բլոգերի ասածը թողած քաղաքական, այսինքն մեկնաբանի ասածը թողած դնես ինչ որ fake-ի կոմենտա հայոյախառը բանը կարծես որ դու հասկանաս ով է ճիշտ ինչ որ դանով որ ենթադրություններ անես դա ցավալի է թե դա տենց է ձեր մոտ ցավալի է ես ասել եմ ոյլիկ ասեմ հայոյախառը բան եմ դնում ջնջելու եմ ժողովուրդ հատկապես եթե ինչ մի բանը վերաբերում է ինձի կամ ազգիս հիմնական դա ադրբեջանցիք են անում բոլորին որ ես ջնջում եմ չկա համեր ադրբեջանցի սալիկ որ նայում եք հատկապես նո հայերենիստական ընդհանրապես չկա երկրորդը այն մարդկանց ովքեր որ ուղղակի են սիրում են հայոյախառը բաներով խոսան մարդկանց հետ քլնգեն էլի կոպիտ ասած ասեմ կլինի ինձ կլինի մյուս ղեկավարներ եւ այլն բան ունեք ասելու նորմալ ասեք էս եւ որ չլինի ոչ մեկը չի ուզենա ինչ որ օրենքներ մտցնեն որ չգիտեմ անոնիմության հետ կապված խնդիրներ չլինի Հայաստանում ու նորից եմ կրկնում պարոն Փաշինյան պետք չի դառնալ թվային դիկտատոր այսինքն թվային բռնապետ պետք չի դառնալ հասկանալի է որ ազգի մեծ մասը հիմա ձեր դեմ է հա մեծամասնությունը արդեն ձեր դեմ է ընտրությունների ելքով է կարակ դա հասկանաք բայց դա չի նշանակում որ պետք է sense ինչ որ բաներով էլի զբաղվել այս մարդկանց բերանը փակելու համար բոլորս հասկանանք սա ինչի համար է ու դեսնեսը չհասկացա դա դուք լուրջ եք ասում կատակով եք ասում թե ոնց եք ասում ժողովուրդ բոլորին լավ օր եմ ցանկանում հաջողություն ձեզ լավ մնացեք